Տերմինատոր։ Տաս փաստ Տերմինատորի մասին, որ քչերը գիտեն։ Առաջին, Ջեյմս Քեմերոնը գաղափարը տեսել է մղձավանջում։ Նա երազում մետաղական կմախք է տեսել, որը կրակից դուրս է գալիս։ Ու հենց դա է դարձել Տերմինատորը։ Երկրորդ, Քեմերոնը սցենարը գրել է հիվանդանոցում։ Նա ուժեղ հիվանդանում է եւ հիվանդանոցային պայմաններում բուժվելու ընթացքում բարձր ջերմության ներքո է գրում Տերմինատորի սցենարը։ Երրորդ, Արնոլդը շատ քիչ խոսքեր ունի առաջին ֆիլմում։ Նրա ամբողջ խոսքերը մոտ 17 տող են, սակայն դրանք դարձել են խորհրդանշական։ Խնդրում եմ հետևեք ալիքին։ Չորրորդ, T-1000-ը հեղափոխեց CGI-ը։ Երկրորդ ֆիլմում հեղուկ մետաղի էֆեկտը պարզապես ցնցել էր աշխարհը, քանի որ CGI-ը տեղափոխվեց մեկ այլ մակարդակի վրա, բայց դա բնականաբար էժան չնստեց արտադրողի վրա։ Մոտ 5-ից 7 միլիոն դոլար։ Հինգերորդ, առաջին ֆիլմը գրեթե չֆինանսավորվեց։ Դե ինչպես միշտ ոչ ոք չէր հավատում նախագծին։ Այն նկարահանվել է ցածր բյուջեով, մոտ 100 միլիոն դոլար, ինչը իրոք քիչ է Քեմերոնի ֆիլմերի համար։ Վեցերորդ, ֆիլմը արգելվեց որոշ երկրներում։ Այն համարվել է շատ դաժան, ինչի պատճառով շատ երկրներ արգելում էին կամ կտրում որոշ հատվածներ նոր թույլատրում ցուցադրությունը։ 7-րդ, ֆիլմը կանխատեսում էր արհեստական բանականության վտանգը։ Եթե ուշադիր նայեք ֆիլմը, կտեսնեք, որ հեռավոր 80-ականներին արդեն Քեմերոնը առաջ էր բերել AI-ի անվերահսկելիության գաղափարը։ 8-րդ, Արնոլդ Շվարցնեգերը սկզբում պետք է խաղար հերոսին։ Նրան դիտարկում էին որպես Քայլ Ռեյզի դերակատար, սակայն Քեմերոնը ասել է. He is a perfect machine։ 9-րդ, Տերմինատորի քայլվածքը հատուկ մշակված է։ Ռեժիսորը ուզում էր, որ քայլվածքը լինի ոչ մարդկային, բայց նաև ոչ լրիվ մեխանիկական, ինչի համար Արնոլդի քայլվածքը հատուկ մշակվել է։ Եվ 10-րդ, ֆիլմում շատ հնարքներ իրական են։ Ադե Ջեյմսը չէր կարող առանց ֆանտաստիկայի։ Բեռնատարներով հետապնդումը, պայթյունները եւ շատ այլ հնարքներ չեն պարունակում համակարգչային գրաֆիկա։ Հետևեք ալիքին, դեռ շատ ֆիլմերից ենք խոսելու։